Հայազատագրական պայքարն իր մեջ միավորել է հազարավոր հայորդիների, որոնք 1980-ականների վերջերից կանգնեցին հայրենիքի պաշտպանության առաջին գծում։ Այդ տարիներին ձևավորվեցին մարտական ջոկատներ, գումարտակներ, գնդեր, որոնք հետագայում դարձան հայոց ազգային բանակի հիմքը։ Մանվել Սերոբյանը Մախնոն մարտական երկար ճանապարհ է անցել, շարքայինից հասել գնդապետի կոչման, մասնակցել Արցախյան 3 պատերազմներին։ 89 թվականից արդեն գիտակցելով, որ պետք է ոչ թե լոզունգներով, միտինգներով, այլ կռվով է պետք ամեն ինչ ապացուցել եւ հասնել նպատակներին, զինվորագրվեցի գնդին։ 90 թվականին, երբ որ հատուկ գունդը ստեղծվեց, մտա հատուկ գունդ, Իվան Աբրամյանի վաշտի զինվորն եմ եղել, այնտեղ էլ ճիշտ ասած մականունը ստացել եմ։ Ուստի հետագայում ստեղծել եմ նորից իմ կամավորական ջոկատը, Սմբատ Զորավար Մախլուտոյի անվան, հետագայում արծիվ 22 վաշտ։ Իհարկե Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի կազմում։ 92 թվականին կարելի ասել նշանակվել եմ շտաբպետ։ Սարգսյան Տիգրանի զոհվելուց մի առ ժամանակ հետո ստանձնել եմ շտաբպետությունը։ Դե 96 թվականին էլ սպարապետի հորդորով եւ որոշ մարդկանց շնորհիվ մտա բանակ։ Ու սկսել եմ Վաշտի հրամանատարից, հետագայում Մոսկվա ակադեմիայից հետո էլի երկար տարիների ծառայություն, մինչև գնդապետի կոչում։ 1989-ին հիմնադրվեց Մեծն Տիգրան աշխարհազորային գունդը։ 3 տարի անց Մանվել Սերոբյանը արդեն գնդի շտաբի պետն էր։ Մեր առաքելությունը, նորից եմ կրկնում, ոչ թե ինքներս մեզ միշտ պատրաստ պահենք կռվի համար, այլ պատրաստենք նաև մեր մատաղսերնդին եւ մեր ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը ինքնապաշտպանվելու կարիք ունի այսօր, հատկապես այս վերջին մեր խայտառակ պատերազմի պարտություններից հետո։ Սերոբյանն ասում է, որդիներին Սերոբին ու Արթուրին հայրենասիրական գաղափարները բացատրելու կարիք չի ունեցել։ Տեսել են ինչ կյանքով է ապրում ինքը, ամեն ինչ գիտակցել առանց խոսքերի։ Փոխանցելու ոչինչ չկա, իրանք ունեն իրանց արժև անձ, որը տենում են ինչով է զբաղվում, ես իրանց կարող եմ ընդհանրապես տառ անգամ չասեմ։ Ինչ որ հայրենասիրություն ոգը չնչել կամ իրանք ծավացորվանից տեսել են այն, ինչ տենում են եւ այսօր էլ տեսնում են։ Այդ թվում վերջի պատերազմին այն, ինչ որ ես որդեգրել եմ, դա ոչ թե պատրաստ լինել հայրենիքի համար զոհվել, այլ կռվել եւ հաղթել։ Պայքարել, նորից եմ կրկնում, չի նշանակում փայդառնալ իր փամփուշտին, հակառակը քո փամփուշտը տեղ հասցնել։ Ես մնացածը ասում ասուփայ։ Եթե դու այդքանը ունակ ես, ուրեմն դու քո խնդիրը կկատարես, իհարկե զոհեր կլինեն, բայց շատ մինիմալ։ Այլ ոչ թե ամբողջ զորքդ կպարկի։ Եվ խնդիրդ էլ չես կատարի։ Մարտի դաշտից վերադարձողը տեսած կռիվը իր հետ տուն, խաղաղ կյանք է բերում։ Ասում է հիմա կարևորը Արցախյան գրեթե 4 տասնամյակի հակամարտության սխալներից դասեր քաղելն է։ Պարտություն կրելով նման ձևի կորուստներ եւ մարդկային, եւ միջոցների, եւ միանգամից այդ ամբողջը թոթափելով դառնալ էլի նույն անձը հնարավոր չի։ Առաջինը այն ոգին էր մեր բոլորի մեջ, թեկուզ շատ չնչին քանակ էինք, եթե տոկոսային հարաբերություն վերցնենք, ազգի ընդամենը 1%-ն էլ չէր կառվում։ 0.3, 0.5%-ն էր, որը կառվում էր 7 միլիոնանոց պետության 120,000-անոց բանակի դեմ։ Եվ արդյունքը գիտեք ինչ եղավ։ Քարոյրայի ժամանակ ինչ որտեղ եւ զորքը եւ հին տղաները կային, զորքն էլ ոգևորված, տոգորված այդ մեր հաղթանակներով, ոգևորված դիմավորեց հակառակորդին։ Դրա համար համարժեք պատասխանը իրենք ստացան։ Այս երրորդ պատերազմը բոլորը մտածում են քարոյրայի նման մի բան ալինելու։ Տեղ կհասնենք, երկու փամփուշտ կկրակենք ու վերջում կասենք հաղթեցինք եկանք։ Բայց որ տեսան չէ, դա ոչ առաջի, ոչ երկրորդ պատերազմն է, լրիվ այլ է, նամանավանդ չհասկանալով, թե ինչ մարտավարություն է կիրառում հակառակորդը։ Համարյա 40 տարվա ռազմական փորձով Սերոբյանը հորդորում է հաղթահարել ցավն ու հիասթափությունը եւ հասկանալ, պարտվել չի նշանակում պարտվածի պես ապրել։ Մայիս ամիսը խորհրդանիշ չի ընդհանրապես որպես եռատու։ Մայիս ամիսը մեր ազգին ավելավորոշ կյանքի դրվագներ, կազմավորվել է ԵԿՄ-ն։ Մայիս ամսին կազմավորվել են արծիվ մահապարտները, որոնցից
Մեկը նաև ես եմ եղել արծիվ 22 վաշտով։ Մայիս ամսին ունեցել ենք այդ հաղթանակները։ Մայիս ամսին կազմավորվել է Արցախի բանակը, որ այսօր ցավոք սրտի չունենք արդեն։ Հիմնականում մեր ժողովուրդը պետք է սփոփվի առաջին։ Մոռանա այս խետառակ պատերազմը։ Ոգևորվել միայն մի մտքով, որ մենք ունենք խնդիր։ Մենք ունենք արունաբու հակառակորդներ, որոնք որ վարկյան անգամ առիթը բաց չեն թողնելու մեզ հոշոտելու համար։ Ուստի նրանք ովքեր իզորու են լինել առաջնագծում, պետք է դրան պատրաստվեն։ Մանվել Սերոբյանի պատմությունը մի ամբողջ սերնդի կենսագրություն է, լոզունգներից անցում գործի, ձախողումներից գիտակցման եւ ներուժի համախմբման, մեկ գաղափարի շուրջ։ Այսօր ավելի քան երբևէ կարիք կա սթափ հայացքի եւ պատրաստության, չկորցնելու համար այն, ինչ դեռ ունենք։ Անի Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Renews Armenia։